Մենք մեր խնդրանքը Աստծո առջև ենք դնելու, միաբանական աղոթք ենք անելու եւ գնանք ամեն մեկս մեր տուն, մեր հանգստին։ Բայց պահանջում է կաթողիկոսի լարվածությունը դեռ չի հանգուցալուծվում։ Մշտապես ասել ենք, որ կաթողիկոսը ամենայն հայոց հայրապետը մինչև իր կյանքի վախճանը մնալու է իբրև ամենայն հայոց կաթողիկոս։ Սակայն իշխանությունը չի գրքում, չի դիչում, շարունակում է պահանջել, 10 եպիսկոպոսները Նստար Փաշինյանի դեռ հետևաբար նրա պահանջին են միացել իշխանության պահանջին։ Ես նորից կրկնում եմ, պնդում եմ ամենայն հայոց կաթողիկոս իր գահին նստելու է մինչև իր կյանքի վախճանը եւ օրհնելու է բոլորիս։ Եվ այսօր էլ մենք մեր աղոթքն անելու ենք ամբողջ այստեղ հայեր են հավաքված, քրիստոնյաներ եւ Աստված բոլորին օրհնի, միասին մեր հոր գլխավորությամբ աղոթք ենք անելու եւ ինչպես արդեն ասացի, գնալու ենք մեր տուն։ Ինչ կասեք եպիսկոպոսների քննադատության մասին, թե կաթողիկոսը միանձնյա է այս տարիներին կառավարել, թերի է եղել կառավարումը, արդյոք աչք է փակել վեհապարը բոլոր խնդիրների։ Ես միշտ ասել եմ, ես պարզ քահանա եմ եւ հիմա էլ կպնդեմ, ես պարզ քահանա եմ եւ ամենայն հայոց կաթողիկոսը երբեք առանց իր որդիների կարծիքը հարցնելու որևէ որոշում չի կայացրել ու չի կայացնում։ Եկեղեցին մեծ ընտանիք է եղել, պիտի լինի եւ պիտի շարունակի իր ավանդ, Տիրոջը ավանդելու, Տիրոջը ժողովրդին ներկայացնելու ուղին եւ ամենայն հայոց կաթողիկոսը